Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախ սկսեց կառավարությունում ասել, որ եկեղեցիները չուլանանոցներ են, ապա սկսեց թիրախավորել վեհափառ Հայրապետին եւ արտահայտություն արեց, որը համացանցը փոթորկեց, այսպես ասած, սեռական բնույթի հայոյանք անվանեցին այդ արտահայտությունը։ Դուք ինչպես եք վերաբերվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է իր Facebook-յան էջում նման բառապաշարով շփվել։ Ճիշտ ասած, երեք այդ հարցին շատ են պատասխանել, բայց ես եւս մեկ անգամ կասեմ, վարչապետը շատ մեղմ է պատասխանել, շատ մեղմ է ասել, կարող է այլ մարդ լիներ, այդքան զուսպ չլիներ ավել բան, ասել, որտեղ Հայաստանի Հանրապետությունում խախտել կուսակրոնությունը, այդ նույնն է, ինչ պետական դավաճանությունը։ Հեք, Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դնում ու ասում է, պետք է ասեն կուսակրոնությունը խախտել են, թե ոչ։ Պատասխան չկա, եկեղեցու կողմից վեհափառը չի արձագանքել, բայց դուք որպես падգամավոր օրինակ գիտեք ինչ է լինելու, օրինակ եթե պարզվի, որ կուսակրոնությունը խախտվել է կամ պարզվի, որ չի խախտվել։ Տեսեք, երեք նորից վարչապետը ասեց, եթե չկա, թող ասեն, ես փաստեր կհրապարակեմ։ Այսինքն ըստ էության կա այդ ամեն ինչը եւ այնտեղից հերքում որպես այդպեսին չկա եւ երեք էլ հստակ տեսանք, որ ըստ էության բացի կուսակրոնության ուխտը խախտելուց նաեւ քաղաքական գործիչ հա, որտեղ իրեն գնացել էին դիմավորելու, չէին թողել նույնիսկ հավատավոր մարդիկ գնային, գնացել էին քաղաքական գործիչները դիմավորելու, այսինքն ինչ էր այդ ենթադրում, այդ թողում եմ ժողովրդի դատին։ Այսինքն հոգևորականներին, եկեղեցականներին արգելվել էր վեհափառին դիմավորել, դա այն նկատի ունեք։ Չէ, ես ասում եմ, որ հավատացյալները չէին գնացել էին քաղաքական գործիչները, ինչ կարելի է ենթադրել։ Այսինքն քաղաքականացնում են։ Դե ամեն դեպքում ես երեք այդտեղ քաղաքականություն տեսա, եթե հավատավոր ժողովուրդն էին, այնտեղ տերունական աղոթք էին ասում եւ տերունական աղոթում էին մարդիկ, ովքեր հազար ու մի հանցագործությունների մեջով անցել են, որը կա նաև ըստ էության պետական քրեական գործերով, հիմա այդ մարդիկ գնացել են դիմավորել ինչ մասնախոսքը։ Այս հանրությունը տեսնում է, հանրությանը այն ժամանակները չեն, որ հանրությանը կարելի է խաբել։ Պարոն Գրիգորյան, այսինքն ճիշտ հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հոգևորականների մասին կոմպրոմատներ ունի հավաքած, որը սպառնում է ցույց դնել հանրությանը։ Հոգևորականների ասել այդպես ճիշտ չի, կան վեհափառին կոնկրետ անհատ մարդիկ, որոնց մասին բաներ են եկել ասել, որոնք հետո երևի պարզվել է, որ ճիշտ է, ու այդ խայտառակությունը ու այո, որպես Հայաստանի Հանրապետության երկրի ղեկավար պետքա զբաղվի այդ հարցով կոնկրետ, ոչ թե զբաղվի իր գործը թողի զբաղվի, այլ նաև այդ հարցը պետքա դնի քննարկման։ Օրինակ դուք այդ փաստերը տեսել եք, որ ասել են ինչ որ բան կա հրապարակել, օրինակ ասել են ինչ որ քերու կնոջ մասին է խոսում։ Ես ասել եմ, ասում եմ ու ելի ասելու եմ, եթե հանկարծ ինչ որ բան լինի, որ այդ ամեն ինչը սխալ է, ես ինքս պատրաստ եմ ասած յուրաքանչյուր բառի համար ներողություն խնդրելու, բայց ես ամեն օր համոզվում եմ, որ այդ ամեն ինչը կա։ Ինչից եք համոզվում օրինակ։ Չէ, հերքումից, չգիտեմ, այն մեկ իր քերու կնոջ հետ է ինչ անում, այն մեկը, չգիտեմ ում հետ է ինչ անում, ինչ երեխեք ունի, խախտում են ուխտը կուսակրոնության, չգիտեմ, այն մեկն ասում է, ոնց կարելի է մարդն առանց բանի մի ամիս ձգի, այսինքն ինքը ասում է, որ 49 օրն էս պահնել չի պահել, չգիտեմ, էս է պատկերը։ Ես մի բան եմ ասում, որ ժողովուրդը հստակ գիտի, այն ժամանակներն անցել է, որ մարդկաց կարելի է խաբել։ Մարդը գիտի, մարդը իր տունը նստած գիտի, միգուցե իմ ու ձեր դեմը կամ այն մյուսների դեմը ում մասին ինչ մտածում է չի ասում, բայց դեմքին չի ասում, բայց ամեն ինչ գիտի։ Ու այդ 26 թվին հստակ ասելու է։